Հասանք մերսման սրահներին, Սիմի Վալեում վերջերս տեղի ունեցած լայնածավալ շրջայցի արդյունքում 3 տեղական մերսման սրահների լիցենզիաներ չեղարկվել են։ Ոստիկանության խոսքով սա շինարարական կամ վարչական խախտումների մասին չէ խոսքը ապօրինի գործունեության եւ մարդկանց շահագործման ու թրաֆիքինգի դեմ պայքարի մասին է, այսինքն կա թրաֆիքինգ մարդկանց։ Ուրեմն Սիմի Վալեի ոստիկանության հատուկ վերահսկման ստորաբաժանումը միացել է շրջանի մասշտաբով իրականացվող գործողությանը, ստուգելու տեղական մերսման սրահները հնարավոր ապօրինի գործողության համար։ Չնայած շատ սրահներ ներկայացվում են որպես օրինական, առողջապահական կամ հանգստի կենտրոններ, բայց եկեք ասենք, որ այտենց չի, ժողովուրդ ջան, միայն մերսման սրահներ չէ։ Ուրեմն հայտնաբերել են, որ այնքան լուրջ խախտումներ են հայտնաբերել, որ 3 բիզնեսների լիցենզիաները անմիջապես չեղարկել են։ Սա պատահական ստուգումներ չէ, հատուկ վերահսկման թիմը հատուկ պատրաստված է հանցագործությունների կանխարգելման համար։ Թիրախավորելով օրինակ թմրանյութերի շրջանառությունը, խմբավորումները, մարդկանց թրաֆիքինգը եւ անբարո գործունեությունը, հիշեք, անբարո գործունեությունը կապ ունի մերսման սրահի հետ։ Ոստիկանության խոսքով նման ստուգումները նպատակ ունեն պահպանել առողջ ու զարգացող տեղական տնտեսությունը, միաժամանակ վերացնելով այն բիզնեսները, որոնք ծառայում են շահագործման ու հանցավոր գործունեության քողարկմանը։ Իշխանությունները դեռ չեն հրապարակել 3 կոնկրետ որ սրահների անուններն է շահարկում, սակայն ուղերձը հստակ է. եթե Սիմի Վալեում գործում ես ապօրինի բիզնեսով, ժամանակդ սպառվում է։